Բարև ձեզ, եթերում Boxing Time-ն է, նոր մեդալներով, նոր կազմակերպությունում եւ նոր հավակնություններով։ Մեկնարկում է մրցաշրջան 2026-ը հայ բռնցքամարտիկների համար սա կարևոր տարի է լինելու։ Աշխարհի գավաթի խաղարկություններ եւ Եվրոպայի առաջնություն, բայց գլխավոր նպատակն է նաեւ նախապատրաստություն դեպի Լոս Անջելեսի օլիմպիական խաղեր։ Այսուհանդերձ ամեն ինչ սկսվում է Հայաստանի առաջնությունից։ Տղամարդկանց 50 կիլոգրամ քաշային կարգում Գարբոյան եղբայրների եզրափակիչը չկայացավ։ Ռուդոլֆը ռինգ դուրս եկավ եւ հաղթանակը շնորհվեց Ռուբեն Գարբոյանին։ 55 կիլոգրամ քաշային կարգում մրցում էին Ժիրայր Սարգսյանը եւ Դավիթ Եգորյանը։ Սարգսյանը բոլոր 3 ռաունդներում թելադրողի դերում էր եւ վստահ հաղթանակ տոնեց 5-0 հաշվով։ Շնորհավորում եմ քեզ, կիսվիր տպավորություններով նոր քաշային կարգում ինչպես էր։ Մերսի շնորհավորանքի համար, լավ էր, առաջին անգամ փորձեցի ես քաշային կարգումից, նոր քաշային կարգերը փոխվել, փորձեցի ստացվեց, փառք Աստծո, ինձ թվում է ավելի լավ կզգամ ինձ մյուս մրցումներում այս քաշային կարգում։ Եզրափակչի մրցակցից հետ հանդիպել էիր 2 տարի առաջ, ինչ հետևություններ էիր առել նախորդ մենամարտից եւ ինչի վրա էիր աշխատել։ Եզրափակչից մրցակիցը արժանի հակառակորդա լավ բռնցքամարտիկ է, նախորդ անգամ վնասվածք ստացա, երկար չտևեց մենամարտը, այս անգամ փորձեցի ամեն ինչ անեմ ու կարողացա գտնել իրեն հաղթելու ձևը ու հաղթեցի։ Ինչ ակնկալիքներ ունես մրցաշրջան 2026-ից։ Ակնկալիքներ ունեմ, որ էլ ավելի իմ վրա աշխատեմ ու կարողանամ ավելի մեծ ռինգերում չեմպիոն դառնամ, տիտղոսակիր դառնամ։ Անչափ ստացվեց 60 կիլոգրամ քաշային կարգի մենամարտը, միմյանց դեմ մրցում էին գործող չեմպիոն Արթուր Բազեյանը եւ Էրիկ Արստամյանը։ Երկուստեք հարվածների տարափում ավելի դիպուկ էր աշխարհի բրոնզե մեդալակիր փորձառու Բազեյանը, ով էլ դարձավ Հայաստանի չեմպիոն։ Արտուր, շնորհավորում եմ քեզ, կիսվիր եզրափակչի տպավորություններով։ Մերսի շատ, եզրափակիչս բավականին հետաքրքիր լավ բոյ արեցի։ Հիմա ցույցը լավ բռնցքամարտիկ էր, դեր երիտասարդ էր, բայց ինձ հաջողվեց լավ անցնել, ինչ ուզում էի արեցի եւ շարժվում ենք առաջ, երկրորդ, երրորդ քայլերի մասին մտածելով։ Քանի որ հերթական անգամ Հայաստանի առաջնության հաղթող ես դառնում, բուն ոսկե մեդալը չի զարմացնում, ավելի շատ ուզենամ խոսես մրցաշարից, ընդհանուր ընթացքից գոհ ես թե ոչ։ Մրցաշարը բավականին լավն է, նոր տղեկ կան մեծ ասակների մեջ, որը ոգեշնչում է, քանի որ կոնկուրենտներ արդեն կան նոր եւ իմ այս 11-րդ անգամն էր դարձա Հայաստանի չեմպիոն, իմ պայքարը կարելի ասել դուրսն է, այստեղ անցնում եմ էլի լավ։ Ոսկե մեդալի հետևից ես գնալու, աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ նվաճեցիր, ինչ հետևություններ ես արել, ինչը չբավականացրեց, որպեսզի ոսկե մեդալ նվաճես։ Աշխարհի առաջնությունը իմ քաշային կարգի օլիմպիական չեմպիոնի հետ էի եւ շատ մոտ բոյ արեցի։ Սխալները շատ սխալներ ունեի, որոնց վրա հիմա աշխատում ենք ես իմ մարզիչների հետ, որպեսզի այդ մեդալի գույնը մյուսը արդեն փոխենք։ 65 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոնական տիտղոսը վիճարկեցին Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ Արգիշտի Հակոբյանը եւ Անդրանիկ Մարտիրոսյանը։ Սա նրանց նորամուտի Հայաստանի մեծահասակների առաջնությունն էր։ Անդրանիկ Մարտիրոսյանը մենամարտի ողջ ընթացքում գրոհովի դերում էր, սակայն Հակոբյանին հաջողվեց վարպետորեն պաշտպանվել եւ գերճշգրիտ հարվածներով մենամարտի ընթացքը իր ձեռքը վերցնել։ Առաջին իսկ ռաունդում ստանալով առավելություն, Արգիշտի Հակոբյանը մենամարտը հասցրեց հաղթական ավարտի։ Արգիշտի, շնորհավորում եմ քեզ, առաջին տարին է մեծահասակներում ես կիսվիր տպավորություններով։ Մերսի շատ շնորհավորանքի համար, շատ լավ տպավորություն է, շատ լավ եմ զգացողություն է առաջին տարի մեծահասակներում ու ես ինչքան մասնակցել եմ Հայաստանի առաջնության, 7 անգամ մասնակցել եմ, փառք Աստծո 7-ն կարողացել եմ չեմպիոնությամբ ավարտել։ Շատ շնորհակալ եմ Տեր Աստծուց ու այն մարդկանցից, ովքեր որ ինչ-որ մի հատ ներդրում ունեն իմ այս հարցունքի մեջ։ Որն է առաջնային նպատակդ մրցաշրջան 2026-ում, առաջին քայլդ արդեն կատարեցիր։ Նպատակը ճիշտ ասած Եվրոպան է, այս տարի Եվրոպայի մրցումներն է։ Աստված առաջ ամեն ինչ անելու եմ, որ Եվրոպան կարողանամ հաղթել։ Առաջնությունում հաղթող դարձար, կային բացեր, որ նկատեցիր եւ ինչի վրա պետք է աշխատես Եվրոպայից առաջ։ Ճիշտն ասած, մի չեմ կարող բացերի մասին խոսամ, որովհետեւ մի հաղթանակ ասեմ, իմ ամեն ինչ լավ է, կոպիտ ասած եմ, որ 100% պատրաստ եմ եղել։ Ուզում մի բան նշեմ, որ ֆինալը մասնակցեցի մի ընկերոջ հետ,
ինքն է շատ ուժեղ տղա է, շատ լավ բոքսոր է։ Ինձ դեցած ինքն էլ է չեմպիոն, ես էլ եմ չեմպիոն։ Ինքը երկրորդ տեղ չի, ինքը երկուսը էլ առաջ տեղ են։ «70 կիլոգրամ քաշային կարգում պայքարը թեժ էր։ Հայաստանի 2025 թվականի Հայաստանի չեմպիոն Արարատ Հարությունյանը մրցում էր մինչև 23 տարեկաների Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Հակոբ Կոխյանի հետ։ Առաջին ռաունդում Հակոբ Կոխյանին հաջողվեց առավելություն ստանալ, այն ավարտելով 5-0 հաշվով։ Երկրորդ ռաունդում Արարատ Հարությունյանը գնաց առաջ, փորձելով հետ բերել կորցածը։ Հակոբ Կոխյանը պատրաստ էր դրան եւ ռաունդը ավարտեց իր օգտին 3-2 հաշվով։ Թեպետ հաջորդ երրորդ ռաունդում 3-2 հաշվով հաղթեց Արարատ Հարությունյանը, սակայն միավորներով ընդհանուր հաղթանակը շնորհեց Հարություն Հակոբ Կոխյանին։ Հարություն կիսվիր տպավորություններով ինչպիսին էր մրցաշարը։ Շատ լավ գերազանց, ինչ արդյունք ուզում եմ ցույց տվեցի, ամեն բոյին ավելի աճում է, ես գում եմ դա։ 2025-ը ավարտեցիր հաղթանակով, 2026-ը մեկնարկեցիր կրկին հաղթանակով, որն է հաջողության գաղտնիքը, որ սկսել ես իրար հետևից մրցաշարերում հաղթող դառնալ։ Ինձ թվում է, ոչ թե ինձ թվում է, էլի տենց է, հավատքն է։ Ես հավատում եմ, որ համբերության շնորհիվ աղոթներով կարաս ամեն ինչի հասնես ու հենց այդ հավատքի շնորհիվ անհնարը իմ համար դառնում է հնարավոր։ 2026-ը շատ հագեցած է լինելու, ինչ նպատակներ ես դրել քո առջև։ Ես իմ նպատակն է, որ սաղ տեղում չեմպիոն դառնամ։ Բոլոր։ Հայաստանի առաջնությունը առաջին քայլն էր դրան, կային բաներ, որոնց վրա պետք է աշխատես։ Միշտ էլ ինչքան էլ ուզում եմ ամենահզորը լինես, դու քեզ նայելով կա լիքը բաներ, որ պետք է աշխատես միշտ, որտեվ ամենալավն էլ կարաս բարելավես, ինչ ուզում է լինի։ 75 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը նոր չեմպիոն ունի։ Մինչև 23 տարեկաների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մարատ Միքայելյանը 3 վստահ ռաունդ անցկացրեց Արշակ Բաբուլյանի դեմ եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Մարատ, շնորհավորում եմ քեզ կիսվիր տպավորություններով, ինչպիսին էր եզրափակիչը։ Մերսի շատ շնորհավորանքի համար։ Շատ լավ էր, երկրորդ տարին էր արդեն մեծահասակներում էր գտնում, 75 քաշային կարգում։ Շատ լավ էր, արդեն կարողացա չեմպիոն դառնալ։ Շնորհակալ եմ շատ իմ մարզիչներին։ Ամեն ինչ լավ էր, ոնց պատկերացնում եք, տենց էլ եղավ։ Ընդհանուր առմամբ, եթե գնահատես մրցաշարը, ինչ կասես, ինչի վրա պետք է աշխատես։ Մի քիչ ֆիզիկական պատրաստության վրա, միշտ պետք է ֆիզիկական պատրաստությունը ավելի ուժեղացնել։ Դա խնդիրն է։ Ինչ նպատակներ ես դրել քո առաջ մրցաշրջան 2026-ում, առաջին քայլը կատարել ես, հետագան ինչպես ես տեսնում։ Առաջին քայլը կատարեցինք, հետագայում մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է, նպատակս մեդալ նվաճելն է ու ինչքան հնարավոր է ավելի բարձր աստիճանի։ «80 կիլոգրամ քաշային կարգում իրար հետ մրցեցին Համլետ Հարությունյանը եւ Ալիկ Հովհաննիսյանը։ Ամբողջ մենամարտը հիմնականում ընթացավ մերձամարտում, որտեղ ավելի տպավորիչ էին Հարությունյանի հարվածները, ինչն էլ նրան բերեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ «85 կիլոգրամ քաշային կարգում Գոռ Ներսիսյանը շատ արագ վճռեց մենամարտի ելքը։ Մի քանի ուժգին հարվածներից հետո առաջնության նորեկ Լևոն Պետրոսյանի մարտավական հրաժարվեց շարունակել պայքարը։ «90 կիլոգրամ քաշային կարգում տիտղոսակիր Նարեկ Մանասյանը մրցեց Սարգիս Անդրեասյանի հետ։ Փորձառու Մանասյանը թելադրողի դերում էր եւ մենամարտի ընթացքը տարավ այնպես, ինչպես ցանկանում էր։ Առաջին իսկ ռաունդում նա մի քանի անգամ ուժգին հարվածներ հասցրեց մրցակցին, ցնցելով նրան։
Մեր մյուս տիտղոսակիր մարզիկը Դավիթ Չալոյանը գերծանրների եզրափակիչում մրցեց Միսակ Տեպանյանի հետ։ Այստեղ զգացնել տվեց Չալոյանի բարձր կարգը, որը խնդիրներ չունեցավ եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Այսուհանդերձ արժանին մատուցենք նաեւ Տեպանյանին լավ պայքար ցույց տալու համար։ Կանանց առաջնությունում 48 կիլոգրամ քաշային կարգում Հեղինե Պետրոսյանը մրցում էր Լուսինե Գևորգյանի հետ։ Պետրոսյանը վստահ մենամարտ անցկացրեց եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Հեղինե, շնորհավորում եմ քեզ կիսվիր տպավորություններով, ինչպիսին էր եզրափակիչը։ Շնորհակալություն։ Սա իմ եզրափակչի մենամարտն էր եւ մրցում էի Լուսինե Գևորգյանի հետ, որը շատ ուժեղ մարզիկ էր ու շատ լավ էինք պատրաստվել Հայաստանի առաջնությանը։ Ցավոք քիչ մարզիկներ կան, աղջիկներ ու միանգամից մենք մրցում ենք ֆինալում, բայց ուժեղ մենամարտ էր։ Շնորհակալություն նաեւ իմ մրցակցին։ Բավականին հեշտ հաղթանակ տարար, վստահ էիր գործում, ինչն ես ավելացրել, ինչի վրա ես աշխատել, որ նման հաղթանակի հասար։ Մի քանի ամիս առաջ անցկացրել ենք շատ լավ մարզումներ եւ մասնակցել ենք Եվրոպայի առաջնությանը, որտեղ գրավել եմ երկրորդ հորիզոնականը։ Պատրաստվել ենք շատ լավ եւ լավ ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել։ Դրա արդյունքում եւ իմ մարզիչների կրտնաջան աշխատանքի շնորհիվ, Արմեն Պապիկյանի եւ Գառնիկ Պապիկյանի շնորհիվ այսօր հասել եմ չեմպիոնության։ 54 կիլոգրամ քաշային կարգում Լույսա Ավետիսյանը շոշափելի առավելություն ուներ Լուիզա Գրիգորյանի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում Ավետիսյանը մեծացրեց շնշումը եւ հաշիվ բացեց։ 3 ռաունդների արդյունքում Ավետիսյանը հաղթեց 5-0 հաշվով։ Լույսա Ավետիսյանը կարմիրանկյուն։ Համար պայքարում անցավ 57 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչը, որում Տաթև Խաչատրյանը մրցում էր Ջուլիա Լալայանի հետ։ Առաջին ռաունդում զիջելով 1-4 հաշվով Խաչատրյանը բեկեց մենամարտի ընթացքը եւ միավորներով հաղթանակ տոնեց։ Հայաստանի չեմպիոն դարձան նաև 70 կիլոգրամ քաշային Լիլիթ Միքայելյանը եւ գերծանր քաշային Անի Մուրադյանը։
Մեծահասակների Հայաստանի առաջնությունն ավարտված է, բայց մրցաշրջանը նոր է սկսվում։ Առջևում կարևոր մրցաշար է սպասվելու մեր բռնցքամարտիկներին։ Նրանք ուժերն են չափելու հեղինակավոր Ստրանջայի մրցաշարում, իսկ հետագայում արդեն աշխարհի գավաթի խաղարկություններ ու Եվրոպայի առաջնություն։ Հաղթանակ մաղթենք հայ մարզիկներին եւ հուսանք, որ նրանք կարդարացնեն սպասելիքները եւ բարձր կպահեն հայկական բռնցքամարտի պատիվը։ Եթերում բոքսինգ թայմներ, սպասեք մեզ։